Սիրելի ալավերցիներ, ահա եւ ավարտվեց մեր քարոզարշավի համար հատկացված ժամանակահատվածը։ Ես հնարավորինս փորձել եմ ակտիվ մասնակցել իմ քարոզարշավներին, խոսել եմ քաղաքի խնդիրների մասին, առաջարկել եմ լուծումներ եւ լսել եմ ալավերցիների խնդիրները։ Այս ծանր օրերի ընթացքում Ալավերդին իր հոգսերով գտնվում էր հանրապետության ուշադրության կենտրոնում։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր իրենց դիրքորոշումով, իրենց մոտեցումներով բարձր պահեցին Ալավերդու անունը Հայաստանի Հանրապետությունում։ Սիրելի ալավերցիներ, վստահ եմ շատերդ ունեք ձեր նախընտրած թեկնածուն եւ որոշել եք, թե ում պետք է տաք ձեր վստահության քվեն։ Այս պահից սկսած ամենակարևոր գործը ձեր ձեռքերում է եւ դուք պետք է որոշեք, թե որ ուղին է բռնելու Ալավերդին եւ ընտրություն կատարեք հնի եւ նորի միջև։ Ընտրական այս գործընթացը կխլի ձեզանից ընդամենը մի քանի րոպե, բայց եւ կազդի ամբողջ 4 տարվա վրա։ Այս մի քանի րոպեները վճռական են լինելու բոլորիս համար, կոչ եմ անում բոլորին այդ պահին լինեն վճռական, ազատ եւ անկեղծ, ոչ ոք չի կարող վերահսկել ձեր գործունեությունը։ Քվեարկության հենց այդ պահին տեր կանգնեք ձեր իրավունքներին եւ մեր քաղաքի բարեկեցիկ ապագային։ Սիրելի ալավերցիներ, մեր ապագան մեր ձեռքերում է։ Այդ ապագան պետք է կառուցվի այսօր։ Հունիսի 7-ը պետք է լինի փոփոխությունների խորհրդանիշ մեր քաղաքի համար։ Միացեք ինձ եւ դարձեք այդ փոփոխությունների կրողը։ Միացեք ինձ եւ հաղթենք միասին։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ալավերցիներին ձեր ողջևորող մասնակցության համար, ձեր աջակցության համար եւ տարված աշխատանքների համար։ Առանց այդ աշխատանքների մեզ մոտ ոչինչ չէր ստացվի։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել եւ հաջողություն մաղթել իմ մրցակցին եւ իր թիմակիցներին։ Մեր պայքարը արդար է լինելու նաև մեր հաղթանակը։ Եվ ուրեմն սիրելի ալավերցիներ, համեցեք ընտրատարածքներ, քվեարկեք հանուն փոփոխությունների, քվեարկեք հանուն Ալավերդու բարեկեցիկ ապագայի։ Հաղթենք միասին։